Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, ի թիվս այլնի Հական Ֆիդանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները։ Լավրովի խոսքով Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են սերտորեն գործակցել Մերձավոր Արևելքում, Կովկասում և այլ տարածաշրջաններում։ Ֆիդանն էլ տեղեկացրել է, որ անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Սա շատ կարևոր բաղադրիչ է տարածաշրջանում խաղաղության համար, ասել է Թուրքիայի արտգործնախարարը, հավելել. Անկարան գոհ է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացից։ Նրա խոսքով տարածաշրջանում հաստատված խաղաղությունն արդեն իսկ գործնական արդյունքներ է տալիս։ Տնտեսական, տրանսպորտային և առևտրային կապերի ընդլայնումը, էներգետիկայի և լոգիստիկայի ոլորտում փոխադարձ օգուտներ բերող գործակցության զարգացումը կձևավորեն տարածաշրջանային կայունության հիմքը, շեշտել է Ֆիդանը։ Նրա համոզմամբ կարևոր է, որ Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների միջև երկխոսության և համագործակցության միջոցով։ Այս առումով մեծ նշանակություն ունի երեք գումարած հարթակը, եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ լավ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Գուցե կարողանանք ինչ-որ բան անել, կարծում եմ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները բաց են դրա համար։ Ռուսաստանը պետք է գործարք կնքի, Ֆրանսիայում G7-ի շրջանակում հայտարարել է ԱՄՆ նախագահը, հավելել, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահի հետ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանի հարցը լուծելուց հետո անցնելու են ուկրաինական ճգնաժամին։ Հայտարարություններով է հանդես եկել Կրեմլի խոսնակը Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ G7-ի գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու Զելենսկու հրավերը պաշտոնապես չեն ստացել։ Նա կրկնել է, եթե Կիևը լուրջ է տրամադրված և ցանկանում է պատասխանատու երկխոսություն, ապա ամեն պահի կարող է այցելել Մոսկվա։ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է, բացառվում է, որ Մոսկվա մեկնի, փոխարենն առաջարկում է հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում, Մերձավոր Արևելքի երկրներում։ Քաղաքական առումով Ուկրաինան պատրաստ է պատերազմի դադարեցմանը և հրադադարին, սակայն Ռուսաստանը կամք չի ցուցաբերում, հավելել է նախագահը, զգուշացրել, որ Ռուսաստանին բարդ ձմեռ է սպասում, եթե պատերազմը կանգ չառնի։ Նրա խոսքով G7-ը լիովին աջակցում է Ուկրաինային։ Ֆրանսիայի գագաթնաժողովում քննարկել են հանրապետության հակաօդային պաշտպանությունը, Մոսկվայի դեմ պատժամիջոցները և այլ հարցեր։ Նաև Զելենսկին հանդիպել է Թրամփի հետ, բարձրացվել է հակաբալիստիկ հրթիռների արտադրության լիցենզիաների հարցը։ Դիանա Գասպարյան, լուրեր։